Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզի Արձնի համայնք, որը մեծամասամբ բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով։ Կարևորելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, Անահիտ Մանասյանի կողմից Արձնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցում ոլորտային թեմաների շուրջ անցկացվել է վարպետաց դաս։ Վերջինիս մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ասորական, եզդիական եւ ռուսական համայնքներից, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարի առանձնահատկություններին։ Հանդիպման շրջանակում բարձրացվել են առանձին խնդիրներ, քննարկելով վերջինիս լուծման հնարավոր տարբերակները։ Այնուհետև պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Արձնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոյևի հետ։ Քննարկվել են համայնքի բնակիչների իրավունքներին, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Մշակույթի տանն Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել նաև համայնքի բնակիչների հետ։ Քննարկվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես մարդու իրավունքների պաշտպան կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում։ Պաշտպանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Արձնի կատարած այցի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ իր կողմից արձանագրված, ինչպես նաև բնակիչների բարձրաձայնած խնդիրները մի աշխատակազմի կողմից ուսումնասիրվելու են, հասցեավորման եւ լուծման ուղիներ գտնելու նպատակով։